Ազգային ժողովը շարունակում է հերթական նստաշրջանի աշխատանքները, Հովիկ Աղազարյանին մանդատից զրկելու հարցի շուրջ Արման Եղոյանն է ելույթ ունենում։ Ի վերջո կաշառք վերցրել է Աղազարյանը, թե ոչ, փորձում են հասկանալ։ Կխնդրեի ես երկու հարցին անդրադառնալ։ Հարց համար առաջին։ Կաշառք ստանալու հոդվածի օբյեկտիվ մասում, որ արարքն է դրված, քաղշին գրություն գրելը, սա է, քաղշին գրություն գրելը։ Մենք համարում ենք կաշառք ստանալու հանցակազմի օբյեկտիվ մաս, սա մեկ, եւ երկրորդը, որ պաշտոնյայի նկատմամբ է, արդեն երկրորդ հոդվածով, որ սա ատամը, որ, այսինքն ոչ թե անունը ասեք, այլ ասեք, որ դուք գիտեք այդ անունը եւ այդ մարդը կա գործում եւ ցուցմունք տվել է կամ դեռ չի տվել, պիտի տա։ Արսեն Թորոսյանը հաջորդն է արդյոք, այս հարցի շուրջ ծավալվող խոսակցություններին վերջ տալու ակնկալիքով է մոտեցել ամբիոնին։ Ասում են հաջորդը ես եմ, հա, ոնց որ թե։ Ես ուզում ասեմ, որ ես հաջորդ չեմ, ես նախորդն եմ, հարգելի գործընկերներ, նախորդը։ Երբ որ մի ամբողջ հակակոռուպցիոն կոմիտե տասնյակ քննիչներով, հսկող դատախազների բանով, ղեկավարությամբ 5 տարի է փորձում է ինչ-որ բան գտնի կովիդի շրջանակներում կերած փողերից։ Առաջարկում է Ագնես Ախամոյանին գնալ եւ լուսաբանել դատական նիստերը, ափսոսում է, որ վերջինս թողել է լրագրողական գործունեությունը։ Ասում է, բան, օրական 30 ինտերվյու է տալիս։ Վախտին Տիկի Խամոյանին էլ է ինտերվյու տալիս հմեկում, լավ էր ստացվում էր, տնաս խի թողես գնաց։ Շատ հաճելի հաղորդավար էր։ Արմենուհի Կյուրեղյանն էլ համոզված է, սա կարված գործ է։ Ամբիոնից կոչ է անում քայլանել, մերժել Նիկոլին, դեմ քվեարկելով դատախազի միջնորդությանը։ ԿՊ պատգամավորներ, բոլորի նման իրավիճակ է սպասվում։ Մեկի դեպքում հենց ձեզ գործի մեջ կքաշեն, մյուսի դեպքում գործ կկարեն, երրորդի դեպքում հարազատների ընտանիքի անդամներին կգցեն նման իրավիճակների մեջ։ Իսկ ինչու՞։ Որովհետև դուք լուռ ու հնազանդ կատարում եք այդ մեկ անձի բոլոր ցանկություններն ու հրահանգները։ Ընդհուպ մինչև Թուրքին մեր հայրենիքը կտոր հանձնելու ամեն ազգայինից հրաժարումը։ Այսօր դուք ունեք շանս անելու քայլ եւ մերժելու այդ անձին ՆՓ-ին, նրա հիվանդագին ցանկությունները չկատարելու։ Քայլ արեք, մերժեք Նիկոլին։ Հայկ Կոնջորյանին ընդդիմության ու Աղազարյանի հարաբերությունները լատինամերիկյան սերիալային դրամա է հիշեցնում։ Այդ լատինամերիկյան սերիալների բանն է դրամատիկ բաներն են նստեք ստրկուի իզարուան չէր, բայց ձեր մտքով պաստորեն ստրկության հետ կապված բան անցավ մի անգամից։ Պարոն Մանուկյան, դուք նստեք ձեզ անդրադառնալու եմ դեռ, նստեք։ Պարոն Դանիել, ինչ կա չկա, ոսկե պարի եկեղեցին ուր է, պարոն Դանիելյան, ուր է, երբ որ գալիս էիք ստում էիք։ Երբ որ գալիս եք ստում եք ստեղ։ Ալեն Սիմոնյանը տեղից խոսողների մասով խոստանում է խիստ միջոցներ կիրառել։ Խոսելու տեղը ստեղ է։ Սրանից հետո, եթե ընդհատվեց բանախոսի ելույթը տեղից, ես իմիջիալոց երկու կողմին է վերաբերվում դա։ Եթե մեր բանը, ոնց է, քաղաքացիական պայմանագիր խմբակցությունից ընդհատվեց նաև ընդդիմադիր գործընկերոջ ելույթը, ես վերականգնելու եմ ժամանակ։ Մինչ ազգային ժողովի որոշումը վերջին ելույթն է ունենում Հովիկ Աղազարյանը։ Հաջորդ օրը Բերելինցի 40,000-ն առաջարկել հրաժարվել է, հաջորդ օրը Բերելին 60,000-ն առաջարկել հրաժարվել է, եւ այդպես չեն կարողացել հասցնել 99,000-ի չեն կարողացել հասցնել 100,000-ի եւ ես հրաժարվել եմ։ Ինչ ա եղել այդ 20 օրը։ Դուք չեք տեսնում, որ այստեղ ուրիշ բան է։ Աղազարյանի թեման այնքան թեժ էր, որ ազգային ժողովը կարծես մի պահ մոռացել էր, որ օրակարգում նաև Տարոն Մարգարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին համաձայնություն տալու հարցն է, բայց գլխավոր դատախազը հիշեցրեց։ Միջնորդում եմ տալ համաձայնություն ազգային ժողովի 8-րդ գումարման падգամավոր Տարոն Անդրանիկի Մարգարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին։ Հայկ Կոնջորյանն առիթն օգտագործելով հանրապետության գլխավոր ամբիոնն օգտագործեց մարտի 30-ին սպասվող արտահերտ ընտրությունների վերաբերյալ կոչ անելու համար։ Գողապետության հերթական ճակատամարտը մղվում է Գյումրիում, նաև Փարաքյարում։ Եվ Հայաստանի Հանրապետության քաղաքացին այս դեպքում Գյումրու եւ Փարաքյարի ընտրողները իրենք իրենց ընտրությամբ նաև պիտի պատասխանը տան այդ գողապետությանը։ Այն գողապետությանը, որը որ կոմունալ հարցերից մինչև սահման հասնում է իր
կոնկրետ նպատակին եւ թիրախին, եթե մենք դրան չենք տալիս իր ճշգրիտ արժանի պատասխան։ Իսկ ես վստահ եմ, որ մեր գյումրեցի եւ փարաքյարցի հայրենակիցները ճիշտ ընտրություն են անել։ Ի վերջո դատախազության երկու միջնորդությունն էլ ազգային ժողովը բավարարեց։ Արևիկ Սարդարյան, Արմալուր։